Ապօյինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը ներքին գործերի նախարարության ոստիկանության ուշադրության կենտրոնում է, ինչը պարբերաբար փաստվում է թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերը մի քանի անգամ գերազանցող խմբաքանակների հայտնաբերումներով։ Հերթական բացահայտումը այս դեպքում թմրամիջոցների մաքսանենգության արձանագրվել է մայիսի 1-ին։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ հետախուզական ծավալուն միջոցառումներով տեղեկություն էին ձեռք բերել, որ արտերկրից Երևան ժամանող 52-ամյա մի տղամարդու ուղեբեռում առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ կան։ Տեղեկությունը փոխանցվել է պետական եկամուտների կոմիտե համապատասխան հսկողություն սահմանելու նպատակով։ Ապօյինի թմրաշրջանառության դեմ պայքարող քրեական ոստիկանները օպերատիվ տվյալները վերջնականապես իրացնելիս համագործակցեցին պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ համայնքային ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի բաժնի ծառայողների հետ։ Արդյունքում Աթեն-Երևան չվերթի ժամանումից հետո մաքսային զննման ենթարկվեց 52-ամյա տղամարդու ուղեբեռը, հայտնաբերվեցին ընդհանուր 4000-ից ավելի էքստազի տեսակի թմրամիջոցի հաբեր, 970 գրամ կոկային, 885 հատ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող սուբուտեքսի հաբ, 5 գրամ նույն հաբի վնասված կտորներ, ինչպես նաև տարբեր գրառումներով 15 դեղապատիչ։ Հայտնաբերված թմրամիջոցների շուկայական արժեքը գերազանցում է առնվազն 200 միլիոն դրամը։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, 52-ամյա տղամարդը ձերբակալվել է, հանգամանքները նախաքննության պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեի փողոցի բնակիչը տամբակում ունի փայտամշակման սղոցարան, իսկ փայտանյութը ձեռք է բերել ապօյինի ճանապարհով։ Նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները տամբակում հայտնաբերել են 670 տախտակ եւ շապավենային սղոց։ 48-ամյա տանտերը հայտնել է, որ տախտակները պատրաստել է Ստեփանավանի անտառտնտեսությունից ձեռք բերած փայտանյութից։ Նա նաեւ ներկայացրել է հաշիվ ապրանքագրեր։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված կողահատ տախտակները չեն համապատասխանում փաստաթղթերում նշված տեխնիկական տվյալներին։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Ստեփանավանի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն հանրային ծառայողները, ինչ հետևանք կարող է ունենալ վարքագծի կանոնների խախտումը եւ ինչպես է սահմանվում շահերի բախման հասկացությունը։ Այս եւ այլ առանցքային թեմաներն էին ապրիլի 28-ից 29-ը ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած բարեվարքության հարցերով վերապատրաստման օրակարգում։ Երկօրյա վերապատրաստման նպատակն էր զարգացնել բարեվարքության համակարգի վերաբերյալ ներքին գործերի նախարարության հանրային ծառայողների գիտելիքները։ Դասընթացին մասնակցում էր ոստիկանության, փրկարար ծառայության, միգրացիա եւ քաղաքացիության ծառայության 260 աշխատակից։ Վերապատրաստումը կազմակերպվել էր հանրային ծառայողների բարեվարքության պլանի շրջանակում։ Այն անցկացվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչների հետ համատեղ։ Քննարկման առարկա են դարձել բարեվարքության համակարգի տարրերի կարևորության, ծառայողների վարքագծի կանոնների պահպանման եւ այլ թիրախային հարցեր։ Մասնագետները ներկայացրել են գործնական օրինակներ, որոնք կնպաստեն կոնկրետ իրավիճակներում հանրային ծառայողների կողմից բարեվարքության կանոնների պահպանմանը։ Նման վերապատրաստումները շարունակական են։ Հարգելի քաղաքացիներ, roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։
Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ ձայնային արձանշան միացրած շտապօգնության մեքենաների մոտենալու դեպքում զիջել ճանապարհը նրանց անխոճոդոտ անցումն ապահովելու նպատակով։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20 չափով 20,000 դրամ։ Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության պայմաններում վարչական պատասխանատվություն չի նախատեսում։ Զիջիր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապվիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզանների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, նպաստում է հողում եղած օգտակար նյութերի քայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հազ, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնավերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին։